Տարեկան 3 միլիոն մարդ ամերիկյան երազանքի հետքերով մասնակցում է Green Card-ի խաղարկությանը։ Նրանցից 1 միլիոնից ավելին Միացյալ Նահանգներում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք է ստանում։ In fact, only 1 in 15 15 ներգաղթյալներից սակայն միայն մեկն է Միացյալ Նահանգներում կիրառում իր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները։ Սոցիալական նպաստ ստացող եւ ցածր եկամուտ ունեցող միգրանտները բեռ են Միացյալ Նահանգների համար, համոզված է նախագահ Թրամփը։ Green Card շահելու համար այսուհետ պարտադիր կլինի անգլերենի վարժ իմացությունը եւ սեփական ծախսերը հոգալու կարողությունը։ For decades, the United States was operated and Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները Green Card է շնորհել ահռելի թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց։ low-wage immigrants. Հնդկաստանում, Չինաստանում, Մեքսիկայում, Ֆիլիպիններում եւ Բրազիլիայում Green Card-ի խաղարկություն չի անցկացվում։ Այս երկրներից ներգաղթյալների թիվը տարեկան գերազանցում է 50,000-ը։ immigration system focus on highly skilled permanent Նոր workers. համակարգը Միացյալ Նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված եւ հմուտ անձնավորություններին։ Եթովպիան, Եգիպտոսը, Կոնգոն, Ուկրաինան, Ուզբեկստանը եւ Ռուսաստանը Green Card ստացողների թվով առաջատար երկրներն են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, Ամերիկա ձգտում են հատկապես հետխորհրդային երկրներից։ Հայաստանն այդ երկրների շարքում 5-րդն է։ Վերել կապրելու ակնկալիքով Միացյալ Նահանգները կընդունի վերել կորինագիծը, թե ոչ, շուտով կորոշի ամերիկյան սենատը։ Լիլիթ Հարությունյան, օրակարգի համար։